Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորից, սկզբի համար կխնդրեմ գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար, հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Սկզբի ժողովուրդ ջան, մտածում էի ոնց դասավորեմ իմ մտքերը, որ հանգարցնեց ռուսամետ ալիքի տպավորություն չթողնեմ նոր եկած մարդկանց համար, իմ հետևորդները շատ լավ գիտեն իմ կարծիքը, հենց որ որոշեցի այսպես սկսեմ։ Հայաստան էր եկել Լավրովը, Ռուսաստանի արտգործնախարարը, իսկ Ռուսաստանը հայ ազգի թիվ 1 դավաճան դաշնակիցն է, եթե կարելի է դաշնակից անվանել, որը որ ամեն ինչ ջանք ու եռան չխնայեց, որ Արցախը հայաթափվի եւ հանձնվի թուրքերին, եւ ոչ միայն Արցախը, եւ այո, հենց Ռուսաստանն է մեղավոր, եւ ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ պատերազմից առաջ տարիների ընթացքում էլ, որտեվ հենց իր ներդրածներն են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եւ ամեն ինչ արել է, որ այս երկուսը միշտ մնան իշխանության եւ քանդեն մեր պետականությունը։ Այսքանով Ռուսաստանի թեման սահմանափակենք, դնենք միան եւ անցնենք մեր բուն թեմային։ Մեր բուն իրական թեմային։ Հիշում եք, չէ՞, ժողովուրդ ջան, որ ասում ինչ որ Հայաստանում մարդիկ կան, քաղաքական գործիչներ, մթոմ կան, որոնց ֆինանսական հոսքերը ընդհանրապես անհասկանալի են, քանի որ իրենք ոչ մի տեղ չեն աշխատում, ոչ մի գործողություն չեն անում ֆինանսական առումով, բիզնեսներ են, մթոմ չունեն, բայց իրանց մոտ սա լավ է։ Ու ենթադրություն ենք մենք իրար հետ արեցինք, որ սրանք զակասով գործ անողներ են եւ քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեն։ Ինչ է պատահե հեսա կասեք, պարսեմ, ժողովուրդ ջան, այդ Լավրովն որ եկավ Հայաստան, տեսակ չէ ինչ է արել, այդ Արման Բաբաջանյան կոչվածը, բանակից թռածը, ինքը բանակից թռած այլ դրա համար էլ 4 տարի դատվում էր, գիտեք չէ, ժողովուրդ ջան, մասամբ էլ իրան մեղքը ճանաչել է, այդ իսկական բանակից թռածը, մեկ էլ Տիգրան Խզմալյան կա, այդպեսի մի հատ քաղաքական գործիչ կա, այդ մարդիկ, մի խոսքով հակահայ մարդիկ, որոնք իրանց դրել են Եվրոպա մետերի տեղ, բայց իրանք ընդհանրապես Եվրոպայի հետ կապ չունեն, ինչքան Արամ Սարգսյանը ունի Եվրոպայի հետ կապ, հենց էլ էս երկու դավաճանները ինչ որ կապ կարող է ունենան Եվրոպայի հետ, вообще կապ չունեն։ Ուրեմն գալիս է, սրանք պլակատներ են դնում փողոցը, բա Պուտին, չգիտեմ, ընդդեմ արդասպան, բան, ռազմական հանցագործ ու այսպիսի բողոքներ, որը որ մի կասես հայ չկամի Մարդիկ են բողոքում են, որն է պրոբլեմը։ Պրոբլեմը սա է, ուրեմն ուշադրիր նայեք ժողովուրդ ջան։ Եթե դուք հանեիք Արցախի նկարը ընդ դնեիք այդ պլակատներին, գրած ըլներ դավաճան ընդ է։ Դες կասեի լավ, չգիտեմ, ջերմուկի դեպքերի զովաս տղեկը դրեիք, գրած ըլնեիք էլի դավաճան, թաշվար, էլի օքեյ կլներ։ Բայց դուք հանել եք Z տարերով տանգեր են դրել, հա, ռազմական հանցագործ, այսինքն դուրս է գալի Ուկրաինայի տեղը, դուք եկեք մեր տան մեջ բողոք եք անում Ռուսաստանի դեմ, Ուկրաինայի տեղը, մեռը ասելով, որ Ուկրաինային մեր երկրի թշնամին է։ Ես անցյալ անգամ որ ասեցի Ուկրաինային մեր երկրին թշնամին է, դե մարդիկ հայտնվեցին, որ գրեցին, բա Հայաստանը Ղրիմ ու Պազերշկաչյանից, արա ինչ Ղրիմ։ Դուք այդքան բան եք, անգրագետ եք, Արբատ գնացեք, մատ պատմությունը նայեք, ինչ Ղրիմ, Ուկրաինան անկախությունից ի վեր, հակահայ քայլեր արել, հակահայ, առաջին Արցախյան պատերազմի ընթացքում, առաջին Արցախյանի մասին է, 92-93 թվականներին, ժողովուրդ ջան, այս Ուկրաինան մազերի չափ զենք աղրգե, Ադրբեջանին, իրանց պայեստները այդ սովետից մնացած ժառանգությունից պայեստներից հանում էր զենքը, ղրգում էր բան, Ադրբեջան, որ Արցախը դատարկ էին, Արցախում գենոցիդ անեին, այն Ադրբեջանին էր ուղարկում, որ մի քիչ առաջ, ես կարելի ասել, 2 օր առաջ Սումգայիթում հազարավոր հայեր էր մորթե, հասկանում եք, ինքը ում էր ղրգում, այդ Ուկրաինան, մի կասեք բիզնեսա, ով կասի բիզնեսը ոտերս կերել է, դա բիզնես չի, դա հակահայ քայլ է։ Բացի սրանից, ուրեմն ուշադրի լսեք, սուտի Ուկրաինա մետեր։ Բացի սրանից Ուկրաինան ջոկատներ է ուղարկի Ադրբեջան, մասնագետները, ռազմական մասնագետները ուղարկի Ադրբեջան։ Մասնավոր քողի տակ, միշտ քողարկել է, որ սրանք մթոմ մասնավոր են։ Սրանք մասնավոր չեն եղել, պետական աջակցությամբ ինքը ուղարկել է Ադրբեջան, որտեղ իրանք եղել են հատուկ մասնագետներ ռազմական։ Այդ առաջի պատերազմի ժամանակ եմ ասում, вообще հարց չկար ինչ որ Կրիմի հարց։
Եղավ ու դրան գումարած մակում միշտ ինչ որ քվյարկել է Ադրբեջանի օգտի սրանք բաց բաներ են որ դուք կարաք մտնեք տենակ իսկ այս երկրորդի ժամանակ երկրորդի պատերազմի ժամանակ էլ չասեմ որ պլակատները դրել էին իրանց տուֆտա երկրում որը որ պատմականորեն իրենց չի պատկանում դա այո ռուսի հող է ես հանգարց ռուսի պատժկա չեմ անում բայց իրական դա ռուսի հող է ու ռուսն այո ոնց որ Ադրբեջան գոյություն չի ունեցել Ուկրաինա գոյություն չի ունեցել ես ասեմ իմացեք գոյություն է ունեցել Ադրբեջան պետականություն կա Սովետից առաջնայեք Ուկրաինա պետականություն կա դες բան կա եղել է ու սենց իրար ձեր բռնած այս երկուսը միշտ հակահայ քայլեր են անում ու այսօր այս երկու այլանդակները քաղաքական այլանդակները հենց ինչ որ ռուսաբանը Ուկրաինայի շահերն են բերել տան գցրեին տան մեջտեղը ու ինչ որ բողոքում են տարածաշրջանի գեգեմոնտ երկիր թե դավաճան բայց ուզենք այդ տարածաշրջանի գեգեմոնտ երկիր Ռուսաստանի դեմ հա մեզ էլ դնում եք հարվածի տակ Համի դուք ում զակասնեք անում արա կամ այդ ում շահերն եք ձեր պատճառով կամ դուք մենք կլոն ենք ինչ եք ձեր պատճառով այն օրը մեկը լավ էր գրի ասում էր ուկրաինցի Ադրբեջան արմյանի Ուկրաինու էսի մեզի դուք ում տեղն եք դրել Այդ Տիգրան Խզմալյան դու ինչով ես ապրում ընդհանրապես դու գործ ունես մատ գործիդ անունը ասա ուրեմն էսի հələ մի րոպե այդ Տիգրանա ինչա Եվրոպա մետը ուրեմն լսեք Էսի սցենարիստ է կինո ռեժիսոր եւ սցենարիստ վերջի անգամ կինո է նկարել 2014 թվին հայոց թագուհիներ ինչ որ անունով 14 թվից միջև մի արդեն 10 տարին անցել է Մի րոպե հա Էսի ինչով է բանանում ինչով է ապրում էսի ոնց է եվրոպական կուսակցություն ստեղծում կամ ինչ որ մատ պան Եվրոպա կա ինչ որ դրա կուսակցության նախագահը կուսակցություն չի կազմակերպության նախագահը դառը ում հետույքով եք դուք այս ամեն ինչը ստեղծում ինչով եք դուք ապրում Դուք հասկանում եք, չէ՞, թե ասեք, չգիտեմ, ինչ որ միտե դասախոսություն ա կարդում, ամիսը մեկ ինչ որ մի գումար տալսեն, անգամ էդ էլ հերիք չի, որ դու իրանք սես բաներ անեն։ Ու այս ոչ այդ պան Եվրոպան, ոչ էլ կուսակցությունը աշխատավարձ ֆիքսված չկա։ Դուք այդ ինչով եք ապրում, արա։ Համի են բանակից թռածը։ Բա էնի вообще դատվել է 4 տարով։ Բանակից թռնելու համար, այն ինչ որ մանիպուլյացիա անելու համար, որի ժամանակ էլ որ մասամբ իր մեղքի բաժինը դատարանի ժամանակ ճանաչել է, այն Արման Բաբաջանյանի մասին եմ ասում։ Երիք չարա դուք մեզի խայտարակեք։ Այ ժողովուրդը մի ձեզ եմ ասում։ Ես գիտեմ որ Հայաստանում ԱԱԾ չկա, որ այդ այս Խզմալյանի վզի բռնի ասի, արա դու ինչով ես ապրում։ Այ հակահայ մարդ, որ Ուկրաինային մեռանք ասելով, արա, Ուկրաինան մեր թշնամի է, լավ չեք հասկանում, արա, լավ, դուք այդքան անգրագետ եք, արա։ Մեռա գլխավոր ռադայի հայտարարություն էս էկրանին դնելով էս երկրորդ պատերազմի ժամանակ։ Բա լավ, էսի մասածներ են առաջի պատերազմի ժամանակ մեր գլխին այսքան բան են դրանք արել։ Դուք էլի Ուկրաինա, աներ էս եք, արա։ Շալբարները տիչսրեք գնացեք, դուք մեր անունը հերիքա խայտարակեք։ Տիգրան Խզմալյանը ինչով էս ապրում, հələ այն մի դեբիլը բան ունի։ Ահուն ինչ այն առաջի ալիքա ինչա ոնց էին ասում, պասեք մի հատ դնեմ սրա։ Ինչ էր ասում։ Առաջին այեմ։ Լրատվականը ունի, ինձ հələ գովազներից փող կառնի։ Դու ինչով ես փող առնում։ Չնայած էդ էլ է հարց, այդ առաջին այեմը ինքը ինչով է բացի, ում գումարներով է բացի։ Ինչ խայտարակություն է։ Սրանք հելան այս խայտարակին մեր երկիր։ Ես մի օր չեմ տեսել ուկրաինացիք հելնեին, դնեին, բանը չգիտեմ, այլևեթար ընդ դնեին, ասեին բանը մարդասպան, գենոցիդ անող, բան, ասենց ինչ որ Այս սրանք կհելնեն մեր թշնամու ոռ կլզեն, ասես ներքևից վերև։ Կներեք ժողովուրդ ջան, ուրիշ ասելու բան չկա։ Ոռ կլզեն, մեզ էլ կխայտարակեն։ Այ քեզ խայտարակություն։ Արցախի նկարը դնեիք։ Ժողովուրդ ջան, դուք եք տերը ձեր երկրի, չէ՞, ոնց որ Նիկոլն էր ասում։ Արբա մեկ չեք դենում որ երկրում ԱԱԾ չկա։ Մատ սրանց որ դուք փողոց տենում եք, չեք ասում դու ո՞նց ես ապրում։ Ինչով ես ապրում, տիկո։
Այս սուտի Եվրոպամետ, դուր, Եվրոպանուր, այն ընկերդ Եվրոպամետ էր մարդեր ծեծում բանում։ Հələ այն մարդ ծեծածը գործից մթոմ հանի, նայ հələ սրանց շատ բաները նայ։ Հրաժարական տվեց, գնաց ինչ էր Տիգրան Տեր-Մարգարյան։ Գնաց քաղաքապետարան ներողություն խնդրեց, քաղաքապետարից դուսրավ ասում է ես չեմ բաները փոշմանը։ Բայց դրան էլ սրանց մանիպուլյացիա նայ, սրան հանին դրին տեղակալի նույն կուսակցության նույն մարդուն։ Սա կոչվում է Եվրոպամետ ինչ-որ կուսակցություն։ Ոտերը սկերել եք, թե դուք Եվրոպամետ եք։ Հերիքելով բոլելով հայտարարել մեր երկիրը։ Հերիքելով բոլելով լպստեք սրա նրա հետույքը։ Հակա հայկական շահ։ Տիգրան Խզմալյան։ Իսկան արա, բան արա։ Նկարները կդնեմ ժողովուրդ ջան այս էկրաններին, հետո կամ արդեն դրած կլնեմ այս վաղ կտեսնեք, թե սրանք ինչ ձև են խայտարակ է մեր երկիրը։ Խայտարակ է։ Ես ասում եմ, այսպեսի կլոնադա աշխարհում չկա։ Ուկրաինցի զա Ադրբեջան, Արմենիայի զա Ուկրաինու։ Այդ ձևի խայտարակություն գոյություն չունի։ Իշնորհիվ Տիգրան Խզմալյան անբարոյականի, Արման Բաբաջանյան անբարոյականի եւս սուտի, ոչ թե իրական Եվրոպամետ, որտեղ եվրոպական արժեքները ես էլ եմ բանանում, արժեքավորում եւ կարծում եմ այո Հայաստանում պետք է լինի եվրոպական արժեքներ, բայց ոչ սուտի սրանց նման անբարոյականները ասենց հավաքվել են մասկային դրե, մթում իրանք եվրոպական են, իշքան անբարոյական կա դրանցից փողերը ստանում են եւ անբարոյ գործողություններ են կատարում Հայաստանում, որտեղ ոչ մի էլ բացատրական հնարավորություն չկա, կամ ձև չկա, թե սրանց փող ուր դուց, սրանց հնարավորություն ուր դուց, ոչ մի տեղ չեն աշխատում, բոմժ են իրանք, բոմժ, ոչ մի տեղ չեն աշխատում, ոչ մի, էլ եմ ասում, Տիգրան Խզմալյանը վերջի անգամ 10 տարուց ավել է, որ ոչ մի բան չեն, բոմժ, դու ով ես արա։ Այսօր այսքանը ստեսություն։